զբոսաշրջություն կամ ռեկրեացիա ընդհանրապես հանգիստի կազմակերպումը վերականգնումը ինքը մի քանի բաղադրիչ ունի։ Մեզ համար հետաքրքիր է տնտեսական զարգացման համար, մարզի համար, Հայաստանի համար հետաքրքիր է ռեկրեացիայի մեջ հենց զբոսաշրջության հատվածը։ Որպեսզի մենք տեսնենք կարողանանք գնահատել, թե երկիրը ինչպիսի հնարավորություն կամ պոտենցիալ ունի, մենք պետք է բաժին նայենք։ Առաջի բաժինը, որը պարտադիր է, որպեսզի մենք հասկանանք, թե զբոսաշրջային ինչպիսի կարողություն ունեն, դա ռեսուրսներն են։ Ուրեմն ռեսուրս ասելով հասկանում ենք այն ամենը, ինչ կարող է օգտագործվել զբոսաշրջային նպատակներով, զբոսաշրջության համար։ Սա ինքը իրանից ներկայացնում է մի կոնգլոմերատ, որի մեջ մտնում է և բնական օբյեկտները, և պատմաճարտարապետական հուշարձանները, և անթրոպոգեն այլ ինչ-որ շինությունները, որոնք կարող են ատրակտիվ լինել, այսինքն ատրակտիվը գիտեք ոնց է գրավիչ լինել, նայելու բան լինել, բանի համար, մարդու համար։ Կենտրոնական աշխարհով։ Իհարկե։ Ուրեմն ռեսուրսները ես հենց այդպես էլ սկսելու էի Հայաստանի Հանրապետության համար, որպես ռեսուրսային առաջի օրինակ ես որ ասեմ, դա ռելիեֆն է։ Ուրեմն ռելիեֆը հասկանում եք, չէ, Լիլիթը կհասկանա նա աշխարհագետ է, մնացածը դուք ինչ եք։ Աշխարհագրասն է։ Ամեն դեպքում ինքը ֆրանսերեն բան է։ Ռելիեֆ, այո։ Ինքը ցույց է տալիս մակերևույթի անհարթությունները։ Լեռները, ձորերը, դաշտերը, հարթությունը եւ այլն։ Այդ ամբողջ իրարը ռելիեֆ է կոչվում։ Հիմա առաջի հերթին ես ամփոփ նաև իրանց պոտենցիալը ասեմ։ Կարող է առաջանալ թե հիմա ռելիեֆը ինչ կարող է բանանել մարդուն գրավել, ուրեմն ես պետք է հիաստապեցնեմ, բարև ձեզ, հիաստապեցնեմ նման ձեր մտածումներին, քանի որ եթե ձեր աչքին այս սարերը, լեռները, լեռնաշղթաները սովոր է, դուք անընդհատ տարիներով գրում եք Վանաձոր, Երևան, դուք տեսում եք, անընդհատ ձեր համար բացարձակ դա սովորական բան է։ Ուրեմն այլ երկրից եկող մարդու համար դա կարող է շատ անսովոր, ուղղակի ինքը կարող է զարմանալ դրանով։ Ես ասում եմ ոչ որպես դասախոս, ոչ որպես մարդ, որը այս գծով գիտական բանով է զբաղվել, շատ հոդվածներ ունեմ գրած եւ այլն մենագրություն բան։ Ես ասում եմ, ես այդ խոսում եմ մարդ, որը բավականին երկար տարիներ էքսկուրսավար է աշխատել դեռ խորհրդային միության ժամանակ, Լենինականի էքսկուրսիոն բյուրոյի։ Ես տեսել եմ մարդիկ, որոնք քարջ էին տեսել։ Քարջ եկից վերցնում, ասում են, ես ինչ է բան։ Սահարանով պատիծորական հաստատ։ Չէ, հիմնական բանը, այդ կոնտինգենտը, որոնց ես աշխատում էի, դա ռուսներ էին, Ռուսաստանից էին գալիս, իմ օտարլեզուն ռուսերեն է, ես անգլերեն չգիտեմ, անգլերեն էքսկուրսիաներ չեմ տարել, այդպիսի մարդկանց։ Բայց Ռուսաստանից եկած մարդիկ էին, որոնք ասենք ապրել էին կենտրոնական Որսևահովային շրջան Վարոնիժի հատվածում, նրանք բացարձակ քարջ չեն տեսնել։ Բացարձակ։ Եվ գետից վերցնում էին քարերը, մարդը հավաքում էր քարերը, ասում են, թափել քարերը էին, բայց իրանց հետաքրքիր էր, հարիջ էինք տանում, տուֆի կդորները, պեմզայի, շելակի կդորները, մի խոսքով։ Սա ընդ որում, ես պետք է ասեմ, որ անսովորությունը կարելի է հաշվարկել։ Այսպես կոչված անսովորության գործագիծ կա։ Եթե դուք վերցնում եք իմ գիրքը, ռեկրեացիոն աշխարհագրությունը, այնտեղ մի հատված նկարագրում է անսովորության հետ կապված։ Մի քանի ցուցանիշներով ինտեգրալ բանաձև է կիրառվում եւ կարելի է հաշվարկել, թե ինչքան կարող է անսովոր լինել մարդու համար մեր տեղանքը։ Հիմա սովորաբար տուրիստական զբոսաշրջային գործակալությունները իրանք չեն դեպի բանաձևերով բաներով սկսի հաշվարկել։ Դա այս արարում ուղղակի գիտական որպես գործ, մենագրություն գիտական։ Իսկ ընդհանուր առմամբ իմ ասածն է, որ
մարդկանց մեջ այդ անսովորությունը անպայման կլինի։ Ուրեմն ռելիեֆից հետո ռեսուրսի մեջ ուրեմն երկրաբանական կառուցվածքն է։ Կան երկրաբանություն ուղղակի։ Ուրեմն բառացիորեն մի ամիս առաջ եկել էր իմ նախկին ուսանողներից մեկը, որը էքսկուրսիոնալ է աշխատում հիմա Շիրակ տուրում, Աննա Ռաֆայելյանը, մի շատ լավ աղջիկ է, կարող է ճանաչում եք, շատ լավ Աննա, ես շատ հավանում եմ իրան, եւ հավանում եմ գիտեք ինչի համար, հավանում եմ իր գործը սիրելու համար։ Ասենք ուսանող ժամանակ գուցե ինքը այդպես չէր փայլում իր բանում, դա ինչ կապ չունի, բայց աշխատանքի մեջ հիմա որ ես սրան տեսնում եմ, ինքը ուղղակի չտեսնված է։ Եվ եկել էր ինձ ասում են, Գերմ Անդրեսյան ասում է, ես ենքան ափսոսում եմ, որ ես իրականություն չգիտեմ։ Իհարկե, ասում եմ, Աննա ջան, իհարկե, դա ես քեզ լրիվությամբ հասկանում եմ։ Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությամբ զբաղվել առանց իրականության, դա ուղղակի անհնար է։ Դա սուտ կլինի։ Ինչու՞, որովհետև Հայաստանի Հանրապետության ամենաատրակտիվ բանը, ամենահետաքրքիր բանը դա իր յուրահատուկ երկրաբանական կառուցվածքն է։ Յուրահատուկ երկրաբանական կառուցվածքն է։ Երբ որ դուք անցնում եք Արագած ավտոն, մեքենան տանում է տուրիստին Արագածի կողքով, տուրիստը անմիջապես հարցնում է, ասում է, սա ինչ լեր է։ Ասում ես, որ սա Արագածն է, Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետն է։ Ինքը հարցնում ես, ոնց է առաջացել։ Եվ այսպես շարունակ, ուրեմն եւ այսպես շարունակ, ուրեմն հարցերը շարունակվեն, հետո իրանք հարցնում են, թե այս եկեղեցին ինչից է կառուցված։ Դու ասում ես, որ տուֆից է։ Ինքը հարցնում է, տուֆը ինչ է։ Դու ասում ես, որ տուֆը հեղափոխացի ապարա է։ Հիմա եթե մարդ ունի մի քիչ ավելի բան, ավելի մասնագիտության մոդիկ, պետք է հարցնի, թե դա ինչպես է տեղի ունեցել։ Դու ասես, որ դա հրապխի ժայթման առաջի փուլում է տեղի ունենում, երբ որ պիրոպլաստիկ նյութի ժայթքում պարոքսիզմը տեղի ունենում, փոշի նստում է, հրդուրի հետ խառնվում, դառնում է տուֆ եւ այլն։ Եվ շատ ինֆորմացիան երկրաբանության հետ կապված բան է։ Այսինքն գարշ կոնկրետ երկրաբանությունը Երկրաբանությունը գիտություն է երկրի ընդերքի, տարիքի, ապարների, դրանց առաջացման եւ այդ իրար յուրահատկությունների մասը։ Երկրաբանության մեջ մտնում է օրինակ պետրոգրաֆիա, քարաբանություն։ Երկրաբանում ես չեմ ասում թե պետրոգրաֆիա պետք է մարդը անցնի, բայց մարդը տարական պատկերացումը պետք է ունենա, հասկանա, որն է նստվածքային ապար, որն է հրաբխային ապար։ Չեն, դուք տուրիստին տանում եք, ասենք Մագելի քարանձավ, այդ բանի Եղեգնաձոր, դուք տուրիստին տանում եք այդ ճղճիկների քարանձավը, արջերի քարանձավը, բոլորը կրաքարային կառույցների մեջ է։ Կրաքարային կառույցների մեջ է, դա հրաբխականության հետ կապ չունի։ Դուք որ էքսկուրսիան մտցրեցիք, ձեզնից կհարցնեն անպայման, թե ստալակտիտը, որ առաջացել է, սա ինչից է։ Դա մակուր կերակարային առաջացում է, կերակարը, իզվեստ, ռուսական կրթությունով կան մարդիկ, իզվեստներ, իզվեստ, գիպս, ջուրը բերել է, բան է արել, կատիլ, ջուրը ընգել է, մի փոքր հադիգը, կերակարիտ կեված մնացել է, պես առաջացել է, դուք հասկանում եք, չէ իմա, ստալակտիտի իմ ասածը որն է, որ երբևից եղել է քարանձավում, սպելեալոգիայով զբաղվել եք, չեք եղել, որ քարանձավում եք եղել։ Ես խնձորեսկ։ Խնձորեսկին է մի փոքր այլ է։ Խնձորեսկի քարանձավների մի զգալի մասը մարդիկ են փորել խորացրել։ Հետո դեռ ապարները տարբեր բաներ կան, այնտեղ տուֆերի շերտերի մեջ է կա, այնտեղ կրաքարել է։ Ասենք ոչ մեկը չի եղել Քութայիսի քարանձավում, չէ՞ Սոտոպլինում, կամ Նովեաֆոնի, կամ ասենք այդ նույն Մագելի քարանձավում Եղեգնաձորի չեք եղել։ Դասական կարստային քարանձավները էսի մասազներն են։ Ահա թե երկրաբանությունը ձեզ ինչպես պետք է գա։ Բանում Նալբանդ գյուղից մի քիչ հեռու, Նալբանդ գյուղը որ անցնում եք, Երկաթուղային կամուրջ գնում եք դեպի Վանաձոր, Երկաթուղային կամուրջը անցնում եք, ձորից դուրս եք գալիս, աջ կողմում միջնադարյան քարանձավային քաղաք է։ Մոդարապես նման հա ճիշտ է, ես ինքս սխալ բան չեմ ասում, դեք որ չիմանա չեմ ասում։
Պես հիշում եք, լավ է, որ դուք հաստատում եք, որ ծախից միշտ 16-ից 16-րդ տարի ուրեմն քարանձավային քաղաք է, մեջը կա եկեղեցի, մեջը կան կենցաղային բաներ, բայց տուֆի շերիդի մեջ է դա տուֆի մեջ է, կրակար չի, դա հրաբխային ապարի մեջ է, հասկանում եք դա, պետք է դուք տարական այդ պատկերացումը ունենաք, կարողանաք, եթե դուք աշխատում եք էքսկուրսավար, ես հիմա էքսկուրսավարի ռակուրսից եմ ասում ես ամեն ինչը, բայց դուք կարող եք նաև օպերատոր աշխատել, հիմա էքսկուրսիա չտանել, բայց դա նույնպես զբոսաշրջության մեջ է տուր օպերատորական գործ է անցնում զբոսաշրջային մասնագետները, ովքեր որ պետք է հիմա երգաբանությունը ձեզ պարզ է, ճիշտ է ռեսուրսների հետ կապված ԱԲԳ կարող է լինել կլիմայական Սա է շատ հետաքրքիր բան է, կլիման ինքը շատ կարևոր առողջարանային, սանատոր կուրորտային, ռեկրեացիոն ռեսուրս է համարվում։ Եթե կլիմայական պայմանները այնպիսին լիդեն, որ ասենք ինչ-որ ձևով ազդում է մարդու ֆիզիոլոգիական բանի վրա, ապա դուք ունեք ինչ-որ կուրորտային վայր և հետևաբար դուք ունեք նաև զբոսաշրջային պոտենցիալ։ Ես օրինակ բերեմ դասական օրինակ է, Թուրքմենիայում Բայրամալի քաղաք կա, Բայրամալի, ուրեմն այդ քաղաքում օդի խոնավությունը, օդի հարաբերական խոնավությունը, իշտում է մինչև 20%, հասկանում եք հարաբերական խոնավությունը որին է, հալելիտ։ Ենակ սամարումը չարցն է, հերոստատեսության, չէ, դուք լավ ես սովորում, դա խնդիր չի, հերոստատեսության դուք տեսնում եք ռադիոյով եղանակը հաղորդում ասում է խոնավությունը 80%, այսինքն ուրեմն այդ պահին օդում կա առավելագույն հնարավորի 80%-ը, ըստ այդ ջերմաշրջանի, ամեն մի ջերմաշրջանի պայմաններում խոնավության առավելագույնի չափը տարբեր է, հիշում ես օրինակը, պլյուս 30 աշրջանում, պլյուս 30 աշրջանում մանր հիշում ես դու, չէ՞։ Մենակ ես եմ հիշում, ինչ եմ հիշում, պլյուս 30 աշրջանում եթե չապեք, մեկ խորանարդ մետր օդի մեջ առավելագույնը կարող է ինքը պարունակել, ոչ թե չապեք, այլ կարող է պարունակել 30 գրամ, ես օրինակը, դասական օրինակը բերում եմ, ինչի, սա ճիշտ թվել եմ գել։ 30 գրամ ինչ։ Ջուր, մեկ խորանարդ մետր, մի հատ կուբիկ է, մեկ մետրանոց գծերով, կարակուսը, կուբիկ է, խորանարդը։ Այդ օդի մեջ, եթե պլյուս 30 աշյան է, ինքը առավելագույնը կարող է պարունակել 30 գրամ ջուր, թիվը հեշտում է, դա պայել է, դրաման եմ սանը դա պայում։ 20 պլյուս 29 աշյանի դեպքում, ինքը 30 գրամ չի կարող, քիչ կարող է պարունակել, պետք ինչքան տակ, ինքան շատ կարող է պարունակել, հասկանալի է։ Հիմա ստեղ չեմ իշում թիվը, բայց ընդեղ բանում կա, բրադիսի արուսակի նման արուսակը, վերցնեք նայեք, թվեր, որ ջերմաշրջանի տակ, ինչքան խոնավությունը կարող է պարունակել։ Պարզ է, հիմա դուք պլյուս 30 աշյան է, դուք չապել եք խոնավությունը գործիկով, տեսել եք, որ պլյուս 30 աշյանում ձեր մեկ խորանարդ մետր օդի մեջ գործիկը ցույց է տալիս 15 գրամ ջուր։ Ապրեք, այսինքն 50%-ն է։ Բանաձևը հիշեցիր։ Փոքրերը հավասար է, փոքր են բաժանած մեծերի անգամ 100%։ Բացարձակն եսիք առավելագույն հնարավորն եսիք 50% արդյունքով թիվն է։ Դուք արդեն ինչ շատ լավ հասկացաք, շատ արագ։ Տվյալ պահին պարունակում է 50%-ը, կեսը։ Փոքրերը խոնավությունն է օդի։ Փոքրերը հարաբերական ինչ է դեպք սա։ Փոքրերը հարաբերական խոնավություն է, և բացարձակ խոնավություն է։ Տվյալ ջերմաշրջանում բանի փաստացի պարունակությունը, այս է 15-ը, եթե բանաձևի մեջ տեղադրեմ, երը կլինի հավասար 15-ը, են առավելագույն հնարավորն է, բաժանած 30-ին, անում է 0.5, անգամ 100, 50%-ը անում։ Հա, դա, ուղղակի դուք պետք է
Սա կարևոր է, ինչի ես Բայրամալին թուրքմենական հիշեցի, 20%-ի իշտու։ Շատ չոր է։ Բարբերական խոնավությունը, որ 20%-ը իշտում, մարդկանց մոտ ֆիզիոլոգիական պրոբլեմներ է ստեղծել մարդիկ։ Այդտեղ միշտ չի այդպես։ Տարվա որոշակի սեզոնին է։ Տարվա որոշակի սեզոնին անապատի մեջ է։ Ինքը անապատ է, կարակում անապատի մեջ է։ Այո, ինքը անապատային շրջան է։ Տարվա որոշակի սեզոնին նեֆրիտով հիվանդ մարդիկ, երիկամների անբավարարություն ունեցող նեֆրիտով, ասետի պրոբլեմ ունեցող մարդիկ, գնում են Բայրամալի, բուժվում են։ Այդտեղ որ ինքը մնում է, ապրում է։ Այդ կլիման շատ նպաստավոր է նեֆրիտների բուժման համար։ Հիմա տեսեք ինչ է անում կլիմայական պայմանները։ Ես Բայրամալին թողնեմ, ասեմ օրինակ Ադրբեջանում բան կա, Եվլախի մոտ կա նավթալան բնակավայր, այնտեղ պնդի նավթ է ելնում, այդ նավթի վրա բուժում են արվում մարդկանց, դա լավ բան է, գիտեք, արտրիտների, ռևմատիզմի բանի, տեսակ։ Անգինանի չգիտեմ։ Ես բարեբախտաբար անգինա երբեք չեմ լինում։ Սգասում եմ եկել անգինա տեղնում։ իսկ նոր բան, Ուրեմն հարաբերական խոնավությունը 40-ից 60%, 40-ից 60%, 40-ից 60%-ը էկոլոգիական օպտիմումն է։ Մեր տանը կախած է Գերմանիայի արտադրության խոնավաչափ հիգրոմետր, ես նայում եմ, ինքը կելոր է, այսպես շերգային բաժանում է 40-60, սլակը մեր տանը այս միջակայքի չի շերգում, ծմերը կամ խոր աշունը երկավար անձրևները որ գալիս են, սլակը մի քիչ 60-ից անցնում է, գնում է դեպի 70%-ը, բայց միշտ այս միջակայքի մեջ մեր տուն շատ չոր է, շատ չոր է։ Այս պահին մեջ 35%-ը քիչ է։ Մաշկի պրոբլեմ կարող է ունենանք։ Սա աշխարհում ամենացածր ցուցանիշները գրանցվում են Սահարա անապատում 8-ից 12%, 8-ից 12%-ի դեպքում եղունգները, ադամի եմալը, բաները, լորձաթաղանթների բաների մոտ պրոբլեմ է առաջացնում մարդիկ։ Այդտեղ ապրելու հետ կապված արդեն բան է։ Հիմա խոնավության հետ կապված հարցը ուրեմն եթե դուրս տանք կլիմայի եւ Հայաստանի հետ կապված որպես զբոսաշրջային ուրեմն բան ռեսուրս շատ կարևոր է հիպսոմետրը, բարձրությունը։ Ես ում որ հետաքրքիր է դա, ուրեմն ինտերնետով մտեք բանը, մտեք չեք այս դա հիմա դրած չեն լինի, մի ամսից կլնի դրած, Երևանի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, ընդեղ իմ հոդվածն է, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի տարածքի հիպսոմետրի գոտիների զբոսաշրջային գնահատումը։ Հիպսոմետրին բարձրաչափությունն է, բարձրությունը ծովի մակարդակից։ Հիմա ինչի ես կլիմայի հետ կապված, այսքան հայերեն ասած զաջրչկա է։ Հիմա բանը նրանում է, որ երբ որ դուք բարձրանում եք լեռները վերև, ձեր հիշեցիր, ձեր օրգանիզմում առաջանում է որոշակի փոփոխություն, պարտադիր բոլորի մոտ։ Այո, որովհետև մթնոլորտային ճնշումը թուլանում է, օդը նոսրանում է, ձեր օրգանիզմը սկսում է ադապտացվել այս պայմաններին։ Ինչ է տեղի ունենում, թթվածինը, որ քիքչանում է, դուք ձեր շնչառությունը հաճախակի է, արագանում է։ Եթե դուք սովորական պայմաններում 1 րոպեում, օրինակ հիմա եմ ասում, սովորական ձեր ապրելավայրն է, Գյումրիում 1 րոպեում, դուք 15 հատ ներշնչում եք, 15 հատ արտաշնչում եք, երբ որ դուք ելաք 2000 մետրի վրա, դուք 20 հատ կանեք 1 րոպեում։ 500 մետրին բարձրացակ էլ ավելի շատ։ Ստացվում է այնպես, որ դուք սկսում եք հաճախակի շնչել, որպեսզի
սկսեցիք ապրել, սովորի վերաբերել։ Այո, ձեր օրգանիզմը կսովորի, դա կոչվում է ադապտացիոն ժամանակահատված, ինչքան բարձրանում եք, այնքան ադապտացիոն ժամանակահատվածը ավելի մեծ է։ Ինչքան դու Իսկ մաշկի վրա ո՞նց է։ Մաշկի վրա չեմ կարող ասել, ես ամենայնպես ես չգիտեմ, դա այդպես բան չկա գրած։ Բայց օրինակ մեր մաշկերը, գյումրեցիների ու լոռեցիների մաշկերը շատ տարբեր են, իրանց մաշկը ավելի փափուկ է, իրանց ավելի լավն է, չէ, ավելի խոնավի, ավելի Դա խոնավությունն է, անում ես կոնկրետ խոսում եմ լեռնային բարձրության հետ։ Բարձրության հետ, հիմա երբ որ դուք հասնում եք Հայաստանի Հանրապետության տարածքում 2500 մետրից 3000 մետրի սահմանները այս բարձրությունների վրա եք դուք լինում։ Իսկ Հայաստանի Հանրապետության տարածքի մոտավորապես 60%-ը այս բարձրությունների վրա է։ Հայաստանը ինքը լեռնային երկիր է։ Դուք մտնում եք այսպես կոչված առուգացնող գոտի, սա առուգացնող գոտի է։ Առուգացնող այն իմաստով, որ եթե դուք գտնվում եք այս գոտում, դուք ոնց որ սուրճ խմած լինեք։ Առուգացնող ըմպելիք։ Ինչի ձեր սուրճի էությունը որն է, ինքը առուգությունը ինչու՞ն է կայանում։ Նա սկսում է սիրտը զանգերը շատացնել, այրան շրջանառությունը լավացնում է, ուղեղին շատ արուն է կնում, դուք չեք քնում։ Չնայած դա լուծվող սուրճի հետ կապ չունի, որտեղ նա ուրիշ պրոցես է անում դեռ, ինչպես։ Լուծվող սուրճը քնացնում է։ Չի կարող այդպես բանել։ Ամենաշատ առուգացնող բանը դա սև սուրճն է, իսկ եթե ընդհանրապես ուզում եք, դա թույլ թեյն է։ Թույլ թեյ։ Լավ, հիմա երբ որ դուք գտնվում եք այս առուգացնող գոտում, մարդը երբ որ գտնվում է, սա սանատորնի կամ բուժական գոտի է, ինչու, սրտամգանի հիվանդություն ունեցող մարդկանց համար, սրտամգանի ոչ անոթների, մարդկանց մոտ կարող է սրտամգանի հիվանդություն, և որ սրտամգանը լավ չի կացկանում։ Սրտամգանի ամբողջությունը իր կծկումներն են և այդ կծկումները ցիկլը մինչև վերջ անել է։ Կարող է, ես սեղմում եմ այս ապս լրիվության, բայց կարող է մգանը սխլել, բայց մարդու մոտ հիվանդ մարդ կա, որը կարող է այսպես լինել, դες լրիվ չեմ սեղմում ես, ինքը դու լրիվ սեղմի, էլի որ լրիվ հարուն է տա դեպի անոթները և վերջ տա դեպի բջիջները, սնի բջիջները, ինքս թույլ է մնում, և որ մենք համը գետեսակ մարդու ես վարդության վրա, ինքը սկսում է բան անել, արագ աշխատցանել բանը, սիրտը, սրտի համար դա ոնց որ թե վարժություն լինի, ինքը սկսում է արագ աշխատել և սրտամգանը կարող է վերականգնվի, այսինքն ինքը արյա շրջանառությունը լավացնում է և շատ հիվանդություններ կարող է բուժվել։ Այո, դա բարձրության մասին է խոսքը։ Ուրեմն այս հիվանդության մարդիկ սովորաբար հիպոտոնիկ են լինում, ցածր ճնշում են լինում։ Այո, սովորաբար լավ կծկում ունեցողներն են սախում անոթի պատերին, նասոսը ուժեղ աշխատում է, անոթի պատերին է սխում, ճեշում է առաջանում։ Հասկանում եք, այս գոտին ինքը իրանից մեր Հայաստանում ինքը իրանից շատ կարևոր բան է, կարևոր գոտի է։ Մենք սա ենք հաշվարկում։ Դե օրինակ, ինչքան 40 կիլոմետր մագերես կա այս բարձրությունների վրա, որտեղ կարելի է սանատորիա կառուցել։ Օրինակ առողջարան ասենք, բուժական։ Տեսեք, սա կլիման է անում։ 3000 մետրից ավել եթե բարձրանաք Հայաստանում, սա էլ ասեմ որ իմանաք, ձեր մոտ հիպոքսիա կարող է սկսվել։ Թիթվազնային քաղց, սովորաբար Կովկասում, Անդր Կովկասում, հայկական լեռնաշխարհում հիպոքսիայի ներքին սահմանը 3000 մետրն է։ 3000 մետրից ինչպես։ Գյումրիում 1557 Հիմա ես ձեզ ասեմ կոնկրետ թե ինչքան է ցույց տալիս բարձրությունը։ Իմը բարձրաչափ կա, ես պահում եմ մոդես և խոսքը վերաբերում է օդանավտաբանական կայանին։
Սա օդերուտաբանական կայանի բարձրությունն է։ Քաղաք ինքը տարբեր գիշերի վրա է։ Ամենաբարձր հատվածը 58-ն է։ Ինչքան գալիս ենք դեպի Էսկոմ, դեպի Սևերսկի, դեպի Մայր Հայաստան, դեպի բան, դեպի ավելի դա ցածր է։ Դա։ Ահա, էսի դեպի։ Լավ, հիմա հատվի ուրեմն կլիմայի հետ կապված դուք պատկերացրեցիք։ Հուշեցին, որ ԱԲԳԴ բուսականությունը։ Բուսականությունը ինք իրարից նույնպես զբոսաշրջային ռեսուրս է։ Ես տարիներ առաջ դասերի 1524 մետր է ցույց տալիս ստեղ այս հատվածում, բայց ես երևի ճշտի։ Ուրեմն էքսկուրսավարների դասընթացները մեզ դաս են տալիս էկոտուրիզմ և Հայաստանի աշխարհագրություն և երբ որ իրանց հարցաշարը, որոնք պետք է հանձնեին հնությունը ես նայեցի, զարմացել է։ Ենքան բան կար բուսաբանությունից և այնպիսի բաներ կապված էնդեմիզմի հետ, կապված տաքսոնոմիական միավորների, զարմացել է, էլի դա շատ դժվար կներ հանձնել սովորական մարդկանց։ Հիմա բուսականությունը երկու առումով է հետաքրքիր զբոսաշրջիկին։ Առաջի առումը դա բուսականության բուժիչ նշանակությունն է, որտեղ կան շատ բույսեր, որոնք բուժիչ են, որի համար մարդը կարող է գալ։ Օրինակ Ստեփանավանի, այո, սոճու պուրակը, ինքը սոճին ֆիտոնցիդ է արտադրում շատ։ Օդի մեջ ֆիտոնցիդի քանակությունը շատ մեծացնում է, հատկապես ծաղկման ժամանակ, այդ ժամանակ երբ որ դուք լինեք անդառում, դուք կշնչեք ֆիտոնցիդը և բրոնխիալ ասթմատիկ հիվանդություն ունեցող մարդկանց մոտ, հատկապես երեխաների մոտ, դա ունի չտեսված բուժիչ նշանակություն, դա մոտավորապես նույնն է, ինչ երբ որ աղի հանքում քարանձավի մեջ են մնում մարդիկ, դուք երևի գիտեք, չէ՞ դա, գիտեք, Երևանում աղի հանքում լիֆտով քարանձավով երեխեք իջնում են 200 մետր գետնի տակ, այնտեղ խմաճկալները դրած են, պարվում են, օր անցկացնում են, քնում են, իրենք ինչ կարդում, մնում են այդտեղ երեխեքը, այդ օդն է շնչում, ու հետո դուրս են գալիս։ Դա բուժիչ նշանակություն է, ասթմատիկ հիվանդների։ Որտեղ ասեցիք Երևան։ Երևան աղի հանքում է, այո, Ավանում։ Վարնացնում են հիվանդանոցի մի սերիան, երբ ձեւ կամավորված է, աղիչ։ Հա, կարող է։ Ստեփանավանի դենդրոպարկը որ կա, տեղել եք դենդրոպարկը Ստեփանավանի։ Դենդրոպարկի վառոդներն որ նայում եք, ծաղկում է, այդ սոճու պանսիոնատն է։ Դա խորհրդային միության ժամանակվանից մանկական պանսիոնատ էր։ Երեխեքի բրոնխիալ ասթմատիկ հիվանդություն ունեցող երեխեքները բուժիչ բան էր, հատկապես հունիս ամիսը պեուսատար չկա, որտեղ հունիսին է այդ ապիցևանի լինում, էլի այդ փոշահատիկ տարածումը լինում այդ բանի սոճի, այդ ժամանակ պետք է շերջել, էլի։ Եվ հազվագյուտ բույսերի, գեղեցիկ տեսակների հատուկ բուսաբանական տուրեր կան, Հայաստանում ցավոք սրտի դա այդքան շատ չի բան լինում, այս ասած բուսականությունը, կլիման, երկրաբանությունը, ռելիեֆը բոլոր ցուցանիշները Շիրակի մարզի համար առկա է։ Շիրակի մարզում այս բոլոր թվարկած ռեսուրսները կան։ Ընդհանուր առմամբ, որ վերցնենք, գլոբալ առումով ռեսուրսները գնահատենք, ամենաթանկը գնահատում է ծովը, ինչքան ուզում եք ասեք։ Եթե վերցնենք 5 բալանոց համակարգով, ծովը գնահատվում է ամենաբարձրը, 5։ Դա կոչվում է թալասոթերապիա։ Երբ որ դուք գնում եք ծովը լողանում եք, անկախ նրանից, որ դուք դա չեք մտածում, էլի, բայց որ դուք ծովի օդը շնչում եք, դա արդեն առողջարար է, շատ առողջարար է։ Դա ազդում է մաշկի վրա, դա ազդում է թոքերի վրա, դա ազդում է բրոնխների վրա, ծովի օդի մեջ կան այլ որոշակի քանակությամբ ծովի աղ, իմպուլվերիզացիայի շնորհիվ եւ որն էլ ասում է ձեր օրգանիզմ եւ բուժիչ նշանակություն ունի։ Հիմա մեր մոտ չկա ծով, ճիշտ է, այդ մի ռեսուրսը չկա Հայաստանում, բայց երբ որ դուք ռեսուրսների ամբողջ սխեման եք նայում, ծովին հավասար 5 բալ
Ստանում է նաև անդարը։ Ստանում է նաև անդարը, ինչքան էլ տարօրինակ լինի, անդար մեր մոտ կա։ Ցավոք սրտի այլանդակված վիճակ է, բայց ամեն դեպքում կա մեր մոտ անդար, այսինքն մարդիկ կարող են դա զարգացնել եւ անդարների գնահատումներ են կատարվում, մենք էլ ենք անում հիմա Ստեփանովանի, Դիլիջանի եւ Տավուշի անդարների գնահատում ենք անում զբոսաշրջության զարգացման նպատակով, անցանելիություն է որոշում տեսակային կազմակերպություն եւ այլն, փորձաշրջի վիճակը ենթարկարը Ամիվան ասել էլի, բայց իսկ լիճը բացի աղորությունից որտեղ օգտակար չէ, դժում լողանալը։ Չէ, լողանալը, եթե դուք լճում եք լողանում, ուրեմն դուք կարող եք նաեւ բասենում լողանալ։ Դա նույն բանն է։ Դա լողանալու process-ը օգտակար է, որ դուք լողանում եք։ Եթե դուք ուզում եք ունենալ առողջ թոքեր, առողջ սիրտ, առողջ մարմին, գնացեք լողի, ձեր երեխեքին տարեք լողի, առաջին պայմանը։ Եթե ուզում եք իրանք առողջ լինեն, տարեք լողի, բասեին այսինքն։ Դու երեխեքին սովորեցնեն, տրեներները սովորեցնեն լողա։ Իմ ասածը բնական որպես պաշար, որը ռեսուրս, որը կարող է օգտագործվել, սա է։ A, B, G, D, E, սա կենտանիներն են։ Կենտանական աշխարհն է, սա է շատ յուրահատուկ բան, Հայաստանում այս ճյուղի մեջ ամենանշանավորը թռչնաթիթումներն են, բերդվաշինգ կոչվածները, բերդվաշինգ, այսինքն որ տեղ հատուկ բաները հրադադարները դրած են եւ կարելի է նայել։ Նույնը նաեւ բան, նույնը նաեւ Հայաստանի Հանրապետությունում նույնը նաեւ Շիրակի մարզում։ Սա նույնպես կարելի անել, մենք ունենք նաև տեղերը դրած, թե որտեղից կարելի է նայել եւ ինչ թռչուններ օրինակ կարելի է տեսնել։ Երկու տեսակի թռչուն կան, որով մենք շատ հետաքրքրված էինք։ Մեկը արձիվի մի տեսակ էր, կոչվում էր գերեզմանաձիվ կամ մակարդիկ ռուսերեն, եւ մեկը մի բազեի տեսակ էր, կոչվում էր տապաստանային հոլմավար բազե։ Փոքր բազե, շատ գեղեցիկ, ունավոր։ Երկուսն է շատ հազվադեպ թռչուններ են։ Մենք հետաքրքրված էինք, տեսնենք, թե թռչունները բնադրում են Հայաստանում, թե ոչ։ Հայաստանում կասկածում են, որ դա բնադրում են Ամասիայի հատվածում։ Եվ մեզ խոստացան գումար, բավականին գումար, որ օգնեն մենք մոնիտորինգ կազմակերպենք թռչունների։ Ուրեմն մենք գնացինք, պայմանավորվեցինք Ամասիայում, բոլորը ասեցին, որ մենք կօգնենք եւ այլն։ Հատուկ ձևի նկարներ ենք բաժանում մարդկանց։ Հիմա մարդը ոնց պետք է թռչունը տեսնի, չէ՞, թռչունը կենտանիների հետ գործ ունենալը դժվար է, բույսերի պես չի։ Հիմա կոնկրետ թռչունները նկարված էին տագից, թռչունը թռնում է, չէ՞, օդի մեջ։ Նկարված է տագից, բայց դա ֆոտո չի նկարած, ձեռքով է նկարած։ Ֆոտոն չի կարող այդպես պատկերել։ Ձեռքով նկարած է թռչունը եւ ցույց է տված նշանները։ Եթե դուք տեսնում եք նշանը տագից, դուք հեռատակով նայում եք, արձիվը թռնում է օդի մեջ։ Դուք տեսաք փետուրների դասավորություն, գույն, բան եւ այլն, դուք այդպես ունեք դեմը գրած է, դա ինչ թռչուն կարող է լինել։ Շատ հետաքրքիր բան է։ Մենք այդ կարտոչկը բաժանելու ենք սա մարդկանց։ Տպելու ենք ու բաժանելու ենք Ամասիայի դպրոցականների բոլորին եւ խնդրելու ենք, որ ինչ տեսնենք, գրանցելու հատուկ ձև կար։ Հետո բայց Երևանցի մտածում էր, դա կարևոր չի, բերեք այդ ծրագիրը տանք Տավուշի շրջանին, տվեցին Տավուշի հատվածում ինչ-որ ծրագրի, մեզ գումար չտվին, մենք ծրագրի չկարողացանք անենք։ Բայց շատ մարդ կար հետաքրքրված այդ երկու տեսակի թռչուններով։ Արդյոք դրանք բնադրում էին Հայաստանում։ Մեր կարծիքով այո։ Հիմա այդ թռչունները տեսնելու համար կարող է զբոսաշրջիկը գա, չգիտեմ որ երկրից։ Երկու հատ գերմանացի տարագել են, մի հատ թերի հետևից։ Սա է գերմանա դեր։ Թռչունները վերջում կամ երբ են տեսնել մարզում։ Ուրեմն ես դա չեմ կարող ասել, դա հենց դա է էլի որ կանոնավոր մոնիտորինգ չկա։ Կանոնավոր նայեն։ Ձեր դիտարկումների մոտ, հա, տարվա որ ընթացքում են իրանք եղել։ Ուրեմն քանի որ Շիրակի մարզը եւ Ախուրյան գետի հովիտը, որը հյուսիս հարավ է գնում, ինքը միգրացիոն միջանցք է
եւ տարվա երկու հատվածներում գարունը եւ աշուն, հատկապես գարունը շատ գիշերիչ թռչուն է անցնում մեր տարածքով։ Շատ։ Արփիլիջ ազգային պարկի Արփիլիջ ազգային պարկում թռչունների տեսակներ ունի, որ շատ հազվադեպ է։ Հա։ Այդ նշանները ամասայի տարածումը տեսվեք, այդ տարածումը կար։ Ես չեմ կարող ասել, ենթադրում ենք, որ գերեզմանարձիվը կամ մագիլնիկը շատ մեծ թռչուն է, դա Գորշաբերդի ձորում է, այսպես կոչված Բոզղալի ձորում է։ Իսկ բանը հողմավար բազեն դա Համասիայի շրջակայքի տապաստանային բանի հատվածում, տապաստանային այդ տարածքի վրա։ Որ նշեցիք մոնիտորինգի համար մաշին հատկացրել։ Հնարավոր չէ այդ հատվածի բնակիչների, հա երիտասարդների հետ համագործակցելու իրանք ուսումնասիրություններ են, հա տեսնելու դեպքում նշաններ են։ Հա, բայց դրա համար պետք է բավականին շատ տպագրական ծախս է, պետք որ մենք տպենք, դա բոլորը գունավոր է տպվում։ Գունավոր տպագրությունը շատ թանկ է։ Դա գունավոր է տպվելու։ Թռչունը ոնց կարող է սև ու սպիտակ լինել, ինքը գույն է։ Պատկերացնում եք, չէ՞։ Իսկ եթե չտպեն նկարել։ Դե պիտի գումար տանք մեկը նկարել, չէ։ Հետո պիտի դա բազմացնի, չէ։ Ունի մեծ երիտասարդական խմբեր ունենք, մանավանդ մեր հասարակական կազմակերպությունները, ամեն մեկը ինչ որ մի հատ դրական քայլ է ներու համար, թե բնապահպանության, թե մյուս ոլորտներում։ Իրանց տեսած պետք է իրանցը չէ միշտ ասեն եկեք բաներեք մենք կազմակերպենք։ ՀԿ-ների մոտ շատ կան երիտասարդների մեջ նկարիչներ, նույնիսկ ասենք կամավոր կերպով է իրանք գնան, օգնեն, հա։ Ուրեմն կարելի է դա մտածել, ուրեմն բայց ամեն դեպքում հիմա այս պահին արդեն դա այդքան հրատապ չի մեր համար, մեր համար առավել հրատապ է ընդհանուր առմամբ ռեսուրսների գնահատում անելը, որ ցույց տանի թե Շիրակի մարզում ինչպիսի զբոսաշրջային ռեսուրս ունենք։ Ես մտադիր եմ գրելու մի գործ մենագրություն, որը կոչվում է Շիրակի մարզի զբոսաշրջային ռեսուրսները, որը հիմա Լոռու մարզի համար իմ ընկերը գրել է, որտեղ ինքը լոռեցի է։ Ես էլ ուզում եմ նույնությամբ անել Շիրակի մարզի համար, պարզապես հիմա մի քիչ ժամանակ չունեմ, էկոզբոսաշրջության մի հատ ձեռնարկ եմ ուզում ավարտել կամ տպագրության, որ հետո անենք Շիրակի մարզի զբոսաշրջային ռեսուրսները։ Այդ ժամանակ կարող են ներգրավել շատ երիտասարդների։ Ես պետք է կամ հասնեմ էկոզբոսաշրջությանը, բայց երևի թե այլևս չհասնեմ։ Ինչքան ժամանակ է մենք նստած ենք։ 50 րոպե։ Հա։ Լավ, մի քիչ էլ բանանենք, որպեսզի ես չհոգնեցնեմ ես։ Ուրեմն սա եղավ մեր ռեսուրսային բանը, ուրեմն բնական հատվածը։ Եթե ես տակ գիծ քաշեի, որտեղ բաժինը փոխում եմ, սա բնության հետ կապվածն է, եւ այս գծից ներքև ես տեղադրեմ այն ռեսուրսները, որ մարտածին են, անտրոպոգեն են, չէ՞։ Սա կլինի ուրեմն պատմա ճարտարապետական հուշարձանները։ Ճիշտ է, մի անվանտակ ես կերեմ, էլի, որտեղ սրանից պետք է բաժանել, ասենք, հոգևոր կառույցներ, քաղաքացիական կառույցներ, մշակութային կառույցներ, չի մի խոսքով, ինքը բաժանում է։ Մեր մոտ պատմա ճարտարապետական հուշարձանների հետ կապված ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում մի կարծրատիպ կա դոմինանտ, որ պատմաճարտարապետական հուշարձանները դա հիմնականում Գառնին է, Գեղարդն է, Էջմիածին Զվարթնոցը, Սևանը, մեկ էլ Տաթևի վանքը։ Ուրեմն Ճոպանուղին ինքը հոգևոր կառույց չի, ինքը զբոսաշրջային օբյեկտ է։ Ինքը լավ զբոսաշրջային օբյեկտ է, բայց պատմաճարտարապետական հուշարձանների մեջ նա չեք մտցել, ես ասել, սա պետք է բաժնել, չէ՞։ Ճոպանուղին կառուցելուց հետո Գորիսում 25 հատ հյուրանոց է կառուցվել, դու բանին այ։ Ճոպանուղու կառուցումից հետո Գորիսում 25 հատ հյուրանոց է կառուցվել։ Այսինքն մարդիկ գնում են Գորիս, մենք էլ ենք,
ուսանողներին տանում են պրակտիկայի կուրս։ Հա, եղել է։ Այս մեր քաղաքում չի ասում։ Ուրեմն ես պետք է ասեմ, որ Գորիսը հին Ալեքսանդրապոլիկան Գյումրիո տանումատ, դա չէ, ոչ թե նմանությունն եմ ասում, իր տարողունակությունն եմ ասում, դա ոնց որ մեկը 1000 հարաբերություն ունի։ Գյումրիում միայն հին հազար, հա, չափագրած, գույկագրած հուշարձան։ 1000-ից ավել է, 2013-ին 1200։ Ուրեմն ես ասում եմ այն, ինչ որ գումայրի ժամանակ մարդիկ արել են 1000, հա, տեսեք ասում են այլ 1200 դոլինի, 1200 թողեք մնա, 1000, հա, դա մենակ ասելն է հեշտ։ Գորիսը բնական է դրա մեկ քառորդ մասն չի։ Ես հասկանում եմ Գորիսի կենտրոնի հին հատվածն եք ասում, շատ լավ է վերակառուցված է, ես շատ էլ հավանում եմ հատկապես դարպասները, հին բաներ, բայց այդ առումով հին քաղաքաշինական մշակույթի բանի առումով իհարկե Գյումրին Ալեքսանդրապոլը անգերազանցելի է։ Դա մեկ առանձին հարց է, որ նորից եթե ժամանակ լինի մենք հանդիպենք ես կասեմ, որպես ասում եմ էքսկուրսավար մարդ, որ այս պահին էլ Գյումրիով տանում է շատ էքսկուրսիաներ, մշակութային Գյումրի եւ խոսալու մտածելու շատ բան կա այստեղ։ Ձեր էքսկուրսիաներն ինչ կգնան մասնակցեն։ Եթե խումբ եղավ, խմբի հետ դուք կմասնակցեք։ Հա։ Устраивает? Ուրեմն, երբ որ պատվեր է լինում տուրիստական կամպանիաների բարեկամներից մեկ աշխատություն էր գրել, այսինքն քիչ էր գրել, հենց Գյումրիի մշակութային արժեքների մասին, շատ հետաքրքիր բաներ կար մեջը, ու ամենահետաքրքիրն է, որ հենց համասերի շրջանում է, համասերի դուրը 5 հատ բաներ կարևոր բան կային, չմիշտ կոնկրետ ինչ էր, բայց կարծեմ շատ խաչքարեր կային, բաներ կային, որ Երեք ձեր բարեկամի գիշկը նայենք միասնարով։ Գրքերը մեզ հասած ինվորմացիան շատ հագասական է, ես եմ ինձ զբոսաշրջության ոլորտը ուսումնասիրել, անհավանդ մեր քաղաքում Զբոսաշրջության որ ոլորտ։ Հենց քաղաքային տուրիզմը շրջայց է։ Մշակութային, հա։ Ու ինվորմացիան շատ հագասական։ Որ ինվորմացիայի մասին է խոսքը։ Շենքությունների պատմություն։ Հա, իհարկե, կարող է նաև թե բարձրությունների հետ նշված թե ինչ-որ բարձրությունները մի քիչ ոչինչ դեր ես էլեկտրոնային ռեսուրսներն եմ կարդում, լրիվ ապուշություններ կան։ Ուղղակի ապուշություն է կերած։ Ասենք գրում են Մաքսիմ Գորկու անվան կենտրոնական զբոսայգի, դուք պատկերացնեք։ Մաքսիմ Գորկու հետ շարժում։ Անավս եմ, սենք ես ավելի շատ կերպերով թերթերն եմ ուսումնասիրել, այս որ եկեղեցին վրա միտեղ նշվի 36 մետր, մյուստեղ 51 մետր։ Սենք զգալի է իրանց Դուք այդքան շատ ակցենտը մի դերեք դրա վրա էլի։ Եկեղեցու հետ կապված ուրիշ պատմություններ կան, այս եկեղեցու հետ կապված այնտեղ էքսկուրսավարների մի զգալի մաս ասում է, որ եկեղեցին կառուցվել է առանց գծագրերի, գնաց է նայել են եկեղեցին, ուրեմն դա այդպես չի է, ուրեմն եկեղեցին ինքը շատ թեթև նմանություն ունի Անի Մաշտաճարը։ Բայց նման է շատ նման։ Չէ, շատ քիչ է նման։ Դուք անում եք ուրեմն Անի Մաշտաճարը մտել եք։ Ահա, ինչ կապեր։ Հա, նման է իբրացի։ Շապերի տարբեր մենակ սարսը։ Ուրեմն արդակին պատերի կամարներից բացի ոչ մի բան նման չի։ Անի Մաշտաճարը Տրտադիպես ճարտարապետն է կառուցել, իսկ սա… Ես տեսել եմ տուրիստի աչքով, չեմ կարող էլի տեսնել… Դուք Թուրքիայում եք եղել։ Հա, Արևմտյան Հայաստան։ Անին Արևմտյան Հայաստան չգիտեք, Անին Արևմտյան Հայաստան, հասնել է Արևմտյան Հայաստան, մինչև Դիգոր, դա Շիրակ է, մինչև Վարսվանան, իսկ ընդերից ներքև Շիրակ։ Հա, բայց դուք այդ դեպքում ոչ չեք զգացել այդ կառույցի վեհությունը, եւ սա ինչ անունով է։
Ես ես ուրիշ մի բաներ պետք է ասեմ, Թորոս Թորոմանյանը շատ վատ կարծիք ունի ես եկեղեցի հետ կապված։ Թորոս Թորոմանյանը գրում է, որ եկեղեցին զարդարված է արաբական ոճի անհամ զարդաքանդակներով։ Ես այո։ Ռուսական ցայտ է։ Բառացի մեջ բերում եմ անուն Թորոս Թորոմանյանից։ Մենք երբ կարծում ենք եղել, այս ների մեջ ճարտարապետությունը միշտ ռուսական է դատուժած։ Հիմա ձեր անունը ինչպես է։ Աննա, մալադից որ դու եղել ես կարսում այսպես ասեմ ես Գյումրու հին Ալեքսանդրապոլի ճարտարապետությունը երկու խոշոր մասից է բաղկացած։ Ուրեմն տեղական ոճից, որը սև և կարմիր քարի համադրությունն է, և ավելի ուշ շրջանի ակադեմիական ոճից, ռուսական ճարտարապետության ազդեցությունը, ակադեմիական ոճը, կլասիցիզմը, էկլեկտիզմը և այլն։ Նա սև քար է, մաքուր։ Մենք դուք լսեք։ Մենք շեղվեցինք թեմայից, բայց եկանք արդեն հետաքրքիր։ Հիմա քաղաքում դուք որտեղ որ գտեսնեք սև և կարմիր քարերի համադրություն, այդ շինությունները բոլորը 1870 թվականից վաղ է սարքած։ Միակ հարցն էլի։ Կինոհոկտեմբերի շենքը 1926 թվականին է սա։ 26 թվականին էլի ռուսական կլասիցիզմով է, բայց ինքը կարմիր ու սևի համադրություն։ Հա, դա գործ չունեք դրա հետ, էլի, դա ուղղակի սարքված է, բանի, սարքված է ոճը պահելու համար։ Մի բան հարցնեմ, էլի, ճիշտ է պատասխանում ենք, բայց ուրեմն մեր քաղաքի շատ պատուհաններ, մանավանդ այդ Թումբի արկենոց, Կիրովի փողոցի վրա շենքերի պատուհանները բանով են արաբական ոճով են սարքված։ Կիրովի փողոցի վրա, բայց դուք ճիշտ եք նկատում։ Ուրեմն դուք ճիշտ եք նկատում 26 թվականից հետո ճարտարապետ Չիսլիևի հեղինակությամբ ուրեմն կառուցապատվել է քաղաքը, դուք դա տեսնում եք ինտերնացիոնալ փողոցի Տիգրան Մեծ փողոցի վրա, այո, դա պարսկական կամարների ոճ է արված, դա ուղղակի այդպես որպես արևելյան քաղաք Չիսլիևի մտածածը դա է։ Որոշ բաներ կան նաև Կիրովի վրա, ճիշտ եք ասում, որտեղ 30-ական թվականների կառուցապատում է։ 30-ական թվականները այո, Չիսլիև, նո ոչ բոլորը։ Այդ բաները, այդ բարգանի սպիտակ շենքը։ Ձեզ ուրիշ բան պետք է ասեմ, Կիրովի փողոցի զարդը ներկայիս առաջնորդարանի շենքն է, որի ճարտարապետը Հովհաննես Քաջազնունին է։ Եվ իմ հետ աշխատող դասախոսը հիշում էր 25 թվականից ծնված մարդ էր, մահացել էր, չկա արդեն շատ բանիմաց մարդ էր, ասում է, որ Ձորի Բողազում էինք մենք ապրում, Ձորի Մայլեն, Ձորի Թաղում, եւ որ Վազելով գալիս էինք, հայրս ասում էր բան էր, որ մնադիր էր։ Ասում է, մի օր եկանք քարի վրա, դավերը պատմել, բառացիոն, ասում է, քարի վրա նստած է մի անսովոր մարդ, ֆետրե գլխարկով, սպիտակ վերնաշապիկով, ասում է, երբ որ մոտեցա հորս հերս, ասում է, որ այ նա է, սա Քաջազունին է, ասում է, հայրս Քաջազունի է ասում, Քաջազունի է, չէ, ասում է, այդ մարդու այդ բանի, Քաջազունի պատկերը է, մարդու ինձ է պատմել անձամբ, ասում է, ինք աղթիս մեջ է, աչքերիս առաջ է, չտեսնված անձնավորություն է եղել, եք իմ իրապես ասել, եղել է վարչապետ, բայց եղել է ամենը շատ հասան ոչ է։ Ինչ վարչապետ եղել է, չէ՞, ինքը այդ շինությունները կառուցել։ Չէ, սա ինքը կառուցել է սա 32 թվականին։ Որովհետև տեղ գիրկա կնշվի մեջը ճարտարապետը Քաջազունին է, ով հետագայում պետք է լիներ Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ։ Ես ասեցի մարդ, 25 թիվը 7 տարեկան երեխան 32 թիվն է լինում։ Ուրեմն դա Քաջազունին հետո ձերբակալում են 37 թվականին հոկտեմբերին կարծեմ որոշում են գնդագարություն, 38 թվականին 5 ամիս հետո ծառը հիվանդության բանդում մահանում, չեն էլ հասցնում գնդագարը, այդպիսի մարդ է։ Միակ մարդն է, որը չթողեց գնաց Հայաստանից, մինչանից ես ասեմ։ Համո Օհանջանյան, Սիմոն Գարացյան, Ալեքսանդր Խատիսյան, ասա թողին գնաց։ Ճիշտ է լավ է, որը գնդագար է իրանց։ Գարացյանն է մեր մոտ քաղաքագլուխ է, չէ՞։ Այո։ Ուրեմն ինձ թվում է, որ եթե ղեկավարությունը դեմ չի մենք մի դասախոսություն էլ անենք, որովհետև հիմա ես հոգնեցի արդեն եւ մենք շատ շեղվեցինք։ Մի փոքր պետք է սիստեմի մեջ լինի, եթե հնարավորություն ունեցանք, ուրեմն մենք Ինչպես
Չէ, ոչինչ, ազատ ռեժիմով դասախոսություն անում են, դուք տվեք հարցերը ինչ հարցեր ձեր մոտ կառաջանա չի խանգարում բացարձակապես ինձ, ուղղակի ես շատ բաներ եմ ասելու, չեմ բանը, ես սխեման ավելացնեմ, ստեղ առայդ 1 է, ստեղ 2, եւ պետք է գրեն բնապահպանություն։ Եվ պետք է գրեն բնապահպանություն։ Զբոսաշրջային ռեսուրսների ուրեմն զբոսաշրջության համար անհրաժեշտ համալիրի կառուցվածքներ։ Ստեղ պետք է նորից A, B, G, D դրվի բնապահպանական հարցերը, որոնք մտնում են։ Այս վերջերս ինձ թղթակիցներից մեկը ասում է դուք բնապահպան եք շատ հին, ասում եմ, հա, ասում եմ, բայց զբոսաշրջությունը ու ինչի ասում է, էլի որ բնապահպանությունը եւ զբոսաշրջությունը դա իրարից բացարձակապես բաժանել չի կարող։ Առանց բնապահպանության զբոսաշրջության մասին մոռացեք։ Լելոտ, կերդոտ, ժռոտ երկրում զբոսաշրջություն չի կարող լինել։ Հետո երբ որ ապուշի նման բոլոր գետերի վրա 10 փոքր հիդրոէլեկտրոկայաններ են կառուցում ու փակում են գետերը, ոչնչացնում են համալիրը, էկոտուրիզմի մասին, որի մասին ես մենագրություն եմ կրում, ուրեմն մոռացեք չկա այդպիսի բան։ Իսկ էկոտուրիզմը ինքը իրանից դա կայուն տուրիզմի, կայուն զարգացման առաջի հիմնականն է։ Կայուն զարգացումը գիտեք, չէ՞ ինչ բան։ Էկոտուրիզմը դա զբոսաշրջության մի տեսակ է, որը կատարվում է բնության մեջ, բայց երկու պայման պետք է բավարարվի։ Պետք է չփչացնի, չախտոտի, չոչնչացնի բնությունը եւ երկրորդ պետք է ապահովի սոցիալական առաջընթաց բարգավաճում տվյալ տեղում ապրող բնակչության համար։ Սա նաեւ կայուն զարգացման հիմնականն է։ Ես ինգլիսերեն կասեմ, որ դες կայուն զարգացման վերաբերյալ մի փոքր թեմա կարդան եւ որից հետո նաեւ էկոտուրիզմի հետ կապված այս ամեն ինչը բան։ Եվ երրորդը ինֆրակառուցված պետք է լինի, կամ գրենք ենթակառուցված։ Ենթակառուցված։ Ստեղ է A, B, G, A. Հյուրանոցային համալիրներ, շենքային պայմաններ, B. Ավտոճանապարհներ, G. Երկաթգիծ, D. Հասարակական սնունդ եւ այլն։ Բոլորի վերաբերյալ ուրեմն մենք կարող ենք բան անել, կարող ենք քննարկում անել, թե արդյոք այս ամենը մեր մոտ բավարարում է զբոսաշրջության համար զարգացնել։ Սրանք են անհրաժեշտ։ Պետք է իմանալ, թե ինչ ունենք, այս ռեսուրսները գրենք մի տեղ, դրանք հրադարագենք, ցույց տանք, գեղեցիկ լուսանկարներով, ֆիլմերով, ինֆորմացիայով, տեղին արված ուրեմն հուշատախտակներով եւ այլն, սա ցույց տանք։ Պետք է մարդկային մշակույթը մեր ազգի, ասենք, ոնց ասենք, պատիվ ասեն, չգիտեմ, ոնց ուզում եք, մեր ազգի արժեքը, մեր ազգի դեմքը ցույց տանք, պատմաճարտարապետական մշակույթը, պատմաճարտարապետական մշակույթները, բայց պետք է լինի մաքուր երկիր, լելոտ երկրում զբոսաշրջություն չի լինի, կներեք արիստոբի տարբերության համար, բայց ես դիմամբ եմ տարբերում, որտեղ դա շատ վառ բառ է, լելոտը։ Եվ ենթակառուցվածքների հետ կապված։ Ահա կառուցվածքային սխեման, որը ես ձեզ ուզում եմ ասել, ուղղակի ես արդեն հոգեցի կողմից բանանել երեխեք, ես այսքանը խոսացի, եթե հարմար կլինի մեր ղեկավարը Մամելը, ուրեմն ես կասի, թե մենք մի անգամ էլ հանդիպենք, թե չէ։ Հանդիպենք։ Հիմա ինչ հարցեր առաջացավ այսքան իմ ասածի վերաբերյալ։ Այո։ Որի շրջանակներում ոչ միայն բարդավորում ենք չկեպտոտել մաքրի տարածքը, այլ նաև կեպտոտ տարածքը մաքրել։ Այսինքն եթե գնում ենք մենք ինչ-որ տեղ տեսնում ենք տարածքը կեպտոտը, հատուկ ուզում լավ նախաձեռնություն եք ունեցել, այո։ Բարականներով մաքրում ենք, այսինքն դու կարող ես չէ՞ լինել էկոտուրիզմի բաղադրիչ։ Հա, ինքը այսպես ուրեմն տուրը, էկոտուրը, որ անում եք, դուք չպետք է օգտագործեք ավտոմեքենա։
Եթե դուք ավտոմեքենա եք օգտագործում, լիլի դու չէ, բանը, չէ, սիշեցոր դու անցաստա, հա, երկրորդ կուրս դու լը չէ դու ամերիկյան համալսարանը որ գնացին ուսանողների հետ։ Այս տարի դու գնացիր, բայց ես չի դա։ Անցած տարի ես եկա, սեկցիայում որ էկոտուրիզմի սեկցիայում ես էլ եմ նստածել եմ։ Երևանցի վարդ աղջիկ բան են անում, հազարական ներողություն արդարության համար տուրիտ են անում պարզապես, բան են, ընդեղ կողսնի երկրաբան մարդել են նստած, ասում եք տուրն ինչով եք անում, ասում եք ավտոբուսով, ասում եք աղջիկ, ֆոտոսա էլուկ չես, ավտոբուսով էլուկ տուր եք անում, ասում եք ինչ կրնի որ, չի պատկերացնում, ասում եք ավտոբուսի վիխլըպը, արտանետած գազը, արտը, վենաս է բնությանը, դուք ոնց կարող ձեր տուրի անել, տնեք երկու։ Գյումրիում ֆայտոններով կրնան Հեծանիմներով կարող է։ Ավտոբուսը ձեզ կարող է տանի հասցնի ելակետի, դուք իչն եք, ու ձեր տուրը անեք։ Հիմա մենք ծրագրում ենք տուր Գորշաբերդի ձորով, 12 կիլոմետր, ստերից ոտով չեք կրանակ, կերասար, կերաշեն, չէ կերասար։ Ավտոբուսը մեր տանի կերասարան գիշնի, ավտոբուսը կգնա համասյակ սպասի։ Մենք կմտնենք ձորը, ոտքով 12 կիլոմետր գնայինք ձորը դուրս կգանք։ Դա եղավ մապի հետո տուր։ Իմ ասածը վերաբերում է Ամասյայի ձորին, Արպաչայի, Գոշի լիջը, դա Գոշավանքը։ Ամերիկյան համալսարան այդ ժամանակ ձեր չէ, բնապահպանության նախարարն է դերում։ Ուրիշ ինչ հարցեր ունեցաք։ Եվ նարդիրության իսկ մակրոպիսին հետարգամբուղ։ Այդ հատվածում այո։ Որ հատվածը։ Այդ Ներշկևի, Սոֆիգի բաղերի մոդի հատվածը, ավտոկայանից Ներշկևը, Սոֆիգի բաղի այդ հատվածը, այդտեղ մակրվել է։ Ուրեմն խորհրդային միության ժամանակ կար այսպիսի ծրագիր։ Ուրեմն կամուրջը գիտեք, քաղաքի ամենամեծ կամուրջը։ 50 Ալեք Մանուկյան ասեք, էլի 50 Այդ մի կամուրջը չկա քաղաքում, ժողովուրդ։ Այդ մի կամուրջը չկա, այդ կամուրջ կա։ Այդ մի կամուրջը։ Ուրեմն այդ կամուրջի տակ ընկած հատվածը ամբողջ սեփական տները պիտի դուրս բերեին։ Լարիվ ձորը պիտի մաքրվի գետակ։ Ուրեմն տները պիտի դուրս գային մինչև ձորի բողազի հին, ձորի մայլի, գումայրի, ճարտարապետական, պատմաճարտարապետական արգելոցի սահմանը։ Այդտեղից եկող ձերտալ չի կարելի, որտեղ սա արժեքավոր շինություններ է։ Այդ վերև ընկած հատվածը տեքստիլ բան սա պիտի դուրս գային, այդտեղ պիտի տնկվի դանդար եւ պիտի դառնան հանգստի գոտի։ Սրճարաններ, ռեստորաններ, կարուսելներ, չգիտեմ, հանգստի գոտի։ Խորհրդային միության ժամանակ էին դա, այո, աշտարակի ձորի նման ինչով մի բան։ Ցավոք սրտի երկրաշարժն եղավ եւ ուրեմն դա էլ տեղի չունեցավ։ Հասկանալի է, դա հիմա էլ եթե կարողանան դա անել, Facebook-ում ես մի անգամ ռեպոստ էի արել մի նյութ, հիշում ես դա, Կորեայից տպած նյութ էր, մի հատ գետակի զիբլանոց հովիտ էր, կողքը մի հատ լուսանկար էր, նույն գետակը վերակառուցումից հետո, չէ, մերոքի չեմ մաքվել, դա մեծ բան է սարքել, այդ գետակը դարձել է մի հրաշքեղ, այդ Գյումրի գետակի վրա պատկերացեք փոքր լճակներ սարքվի ձորի մեջ, ասենք, կասկադների տիպի մաքուր ջուր պետք է լինի դա, մաքուր, կողքը լինի թող լինի սրճարան ինչու ոչ, թող լինի մի ժամանցային բաններ։ Չերկեսի ձորի հատվածի նման։ Նույնը նաև Չերկեսի ձորի հետ կապ։ Բայց մի քաղաքի կողմը չի լցի Գյումրի գետակը։ Չէ, քաղաքի կողմին կոլեկտորով գնում են քաղաքից դուրս։ Իհարկե գախնի լցող կա։ Իհարկե պետք է չի։ Վերամասին չի։ Այսինքն մենք մեր ռեսուրսները շատ սպան են օգտագործում։ Ինչպես որ ամեն ինչ։ Հայագի, դուք իրավացեք, մեր ռեսուրսները անուղեղավարի հետ ամեն ինչ օգտագործում, ամեն տեղ ոսկու հանք է բացում,
Լևոն Գալստյանն գիտեք, համահայկական բնապահպանական ճակատից։ Իմ ուսանողական ընկերն էլ հենականց Գյումրից տղա է, Նորավանից, Երևանում հանում։ Կաշտի տղա է, կաշտի։ Շատ կաշտի։ Ես իրան շատ եմ սիրում, շատ եմ հավանում։ Ինքը և Լևոն Պարսեղյանը մի սենյակում էին ապրում հանրակացարանում։ Իրեկս իրար հետ հանրակացարանում։ Իրեք Լևոն այո, ես իրանց սենյակում չէի ապրում, բայց իրան մեկ ասում էին փոքր լյով, մեծ լյովը։ Պարսեղյանը մեծ է, ինքը փոքր։ Տաղանդավոր տղա է և իրար ինձ ասում էին գիտարիստ է, ես երաժիշտ եմ։ Բանը այդ տղայի արած է ինչ-որ ինքը անում է, դա ուղղակի հերոսություն է։ Այդ ոսկու հանկերի դեմ ամուսար, չգիտեմ, Արդվի գյուղ ալավեր դու, բանի արջուդի ոսկու հանկավար, այդ պայքարը որ անում է, այս բաժնի մեջ եղած նյութ եմ ես ձեզ ասում, դա ճիշտ բան է։ Ամեն մի ոսկու հանկավարը փչացնում, թունավորում է, տվյալ տարածքից մի քարակի հնգագի։ բազմացում է սկսում, չէ՞։ Ինչպես։ Արմետներ մկներ շատանում են ոսկու։ Կլ պրոբլեմ, կտակ արմետների և մկների հետ կարվածը շատ հեշտ է։ Արմետը ինչ, կենտանիների դեմ պար, մարդկանց դեմ է։ Մանավանդ որ վարչապետ չէ։ Ես մունք չասում ես արմետ ասից։ Դու գիտեք չէ, որ արմետները Հայաստանում Եգովի են։ Եգովի են։ Արմետ չի է Հայաստանում։ Արմետների հիմնական քանակությունը Արմետների հիմնական քանակությունը եկել է Հայաստանը հասել երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Լենդ-լիզի օգնության հետ։ Նավերով Ամերիկայից։ Այո, չէ, կարտոֆիլի ժուկը վերջի տարիներին։ Ես որ երեխա էի, մենք Բոստան ունեինք, կարտոֆիլ բոլոր մշակում էին։ Ես Կայարանի վերևում էի ապրում, Կայարան թաղամասը, Սերյան փողոցի վերևում։ Հատվածում այդտեղ դաշտեր էին, չկար մի այդ ապուշ կարուսները։ Բոստան էինք մշակում, այդպես բան չկար, ժուկ, բան, ես անձամբ, ես երեխա եմ եղել, ես չեմ տեսել ժուկ, դա բոլորը վերեցին Ամերիկայից, Եվրոպա, դա կոլորանցան Ամերիկայի կենտրոնը։ Ինքը բերում է կարտոֆիլի մեջ ընգնում է դա։ Արմետները ոնց է կան, ասենք ապրանքը նավերով կերում են, նավը այդ յաշիկի հետ, այդ արմետներն էլ դուրս են գալիս ցամաք և ահավոր տարածում։